Ցնծությամբ աղաղակեք Աստծուն, ով բոլոր երկրներ, Սաղմոս ասացեք նրա անվան փառքին, փառավոր արեք նրա գովությունը, ասացեք Աստծուն, ինձ զարմանալի են քո գործերը, քո մեծ զորության համար քո թշնամիները պիտի շողոքորթեն քեզ, ամեն երկիր պիտի երկրպագի քեզ և սաղմոս ասի քեզ, սաղմոս պիտի ասի քո անվանը, եկեք և տեսեք Աստծու գործերը, նա իր գործերով ահեղ է մարդկանց որդիների համար, ծովը ցամաքից փոխեց, գետի մեջով մարդիկ անցան ոտքով, այնտեղ էլ մենք ուրախ եղանք նրանով, նա իր ուժով տիրում է հավիտյան, նրա աչքերը նայում են հեթանոսներին, ապստամբները թող չբարձրանան, ով ժողովուրդներ, օրհնեք մեր Աստծուն և լսել տվեք նրա գովության ձայնը, նա մեր անձը պահում է կյանքի մեջ և չի թողնում, որ մեր ոտքերը սասանվեն, որովհետև դու քննեցիր մեզ, ով Աստված, փորձեցիր մեզ, ինչպես արծաթն են փորձվում, դու որոգայթից մեջ մտցրիր մեզ, ծանր բեռ դրեցիր մեր մեջքին, մեր գլխի վրա մարդիկ նստեցրիր, կրակի ու ջրի մեջ մտանք, բայց դու մեզ առատության տեղ հանեցիր, ես ողջակեզներով պիտի մտնեմ քո տուն, պիտի հատուցեմ քեզ իմ ուխտերը, որոնք խոստացան իմ շրթունքները և իմ բերանը խոսեց իմ նեղության ժամանակ, պարարտ ողջակեզներ պիտի մատուցեմ քեզ, խոյերի զոհմամբ ու մունքով ցլեր պիտի զոհեմ քեզ, նոխազների հետ, եկեք ու լսեք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե նա ինչ արեց իմ անձի համար, ես իմ բերանով կանչեցի նրան և փառաբանություն կար իմ լեզվի տակ, եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ, սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին, օրհնյալ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և իր ողորմությունը չհեռացրեց ինձնից, ամեն։